Երևի բոլորդ էլ կհամաձայնեք, որ շատ ենք խոսում արդիականացման, զարգացման և ժամանակակից լինելու մասին։ Եվ սա անկասկած ճիշտ է։ Սակայն միաժամանակ մի կարևոր բան է մնացել ստվերում։ Մենք չենք կարող և չպետք է դառնանք ուրիշ ինչ-որ մեկը։ Մենք կարող ենք լինել միայն ինքներս մեր լավագույն տարբերակը։ Իսկ դա անհնար է առանց ազգային կերպարի և ազգային արժեքների պահպանման։ Այսօր սակայն ազգայինը հետևողականորեն քայքայվում է, պատմությունը, մշակույթը, հերոսների կերպարները, օրենքները, բարոյականությունը, արդարությունը, մեր ինքնությունը վտանգված է, այն ոչ թե պատահականորեն, այլ ծրագրավորված և դիտավորյալ կերպով է ոչնչացվում։ Փոքրիկ խմբակ նատելության խոսք և արհամարանք է տարածում սեփական ազգի նկատմամբ, հասարակությունը թունավորված է, և սա բարձրագոչ ձևակերպում չէ, մենք բոլորս դա զգում ենք մեր մաշկի վրա։ Համատարած վնաս է հասցվում մեր արժեքներին, ավանդույթներին և եկեղեցուն, և սա բնավ պատահական չէ։ Պառակտված պետությունը թուլացած պետություն է, որը չի կարող դիմակայել արտաքին ու ներքին սպառնալիքներին։ Մեզ ուժ տվող հենասյուները քայլ առ քայլ փշրվում են մեր աչքի առաջ։ Հայոց լեզուն դանդաղ, բայց համառորեն դուրս է մղվում և խեղվում։ Պաշտոնյաները հայերենը հաճախ վերածում են գռեհիկ խոսքի, և ամենացավալին այն է, որ հասկանում ես, սա նույնպես պատահական չէ։ Պատահական չէ նաև պատմության սրբագրումն ու խմբագրումը։ Մեր հերոսները հռչակվում են վիճելի դեմքեր։ Մեր հաղթանակները ներկայացվում են որպես հարցական կամ պարտություն, իսկ մեր ողբերգությունները ընդհանրապես հերկվում են, ասես երբեք չեն էլ եղել։ Սա քննարկման թեմա չէ, սա պետք է լինի տաբու։ Հայ առաքելական եկեղեցին վերջին տարիներին ենթարկվել է ամենախիստ հարվածների, բաց և անթաքույց կերպով սկսեցին վիրավորել, ծաղրել, նվաստացնել, անտեսել ամենայն հայոց կաթողիկոսին, եկեղեցական գործիչներին հանրային դաշտում դարձնել ծաղրի առարկա, միջամտել և խմբագրել պատարագը։ Քայլ առ քայլ փորձ արվեց թուլացնել այն ինստիտուտը, որը հազարամյակներ շարունակ պահել և պահպանել է մեզ որպես ազգ։